Get ready with Sona and Maral. Ողջույն բոլորին եւ այսօրվա իմ հյուրը Մարալն է։ Այո, ես եմ։ Ես Ձեր շատ բոլոր ուրախ եմ, մեկնաբանությունների ուրեմն գեղեցիկ արդյունքը մեր այսօրվա համագործակցությունն է եւ մեր այս հիանալի հաղորդումը, որ ունենալու ենք ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, Ես շատ ուրախ եմ, որ քո հյուրն եմ այսօր։ Ես էլ շատ անսահման ուրախ եմ։ Մար, ես ուզում եմ մի հատ հավես եթեր ունենանք ու ասենց լավ բամբասենք, խոսանք ամեն ինչից, պատրաստ ես։ Գնացի։ Okay։ Նախ ուզում եմ, մենք խնամ պետք է ես մոռացա։ Okay, ինչ ենք անում։ Մաշկը պատրաստ ենք։ Մաշկը պատրաստ ենք։ Արվա պաշտպան ես սկսել եմ։ Ես չեմ սկսել։ Okay, ես խելագարվում եմ ինքը իր կոալիտաներով ա եկել։ Ես միշտ կգամ։ Okay, դու արվա պաշտպան գսի, ես կօգտագործեմ կոալիտայի այսօր ուզում եմ խոնավացնող քսուկը օգտագործեմ, հա։ Ես լասյանն եմ հիմնականում օգտագործում։ Կոալիտայի լասյոնը։ Հա, շատ թեթև է ինքը։ Okay։ Դեռ սա ենք անում եւ պատրաստում ենք։ Ինձ անսահման հետաքրքիր էր քո այս տրանսֆորմացիան եթերային, ինչը իմ համար շատ շոկային էր։ Ես նույնիսկ չգիտեի, որ արևմտահայերենով բլոգ վարող աղջիկը դա դու ես։ Ես անկեղծ, ես շատ ուշ եմ հասկացել։ Շատ ու լիքը շատ մարդիկ ուշ են հասկացել ու երբ որ ես հիմա դե կոնտենտը մասամբ դադարեցրել եմ արևմտահայերենի, բայց երբ որ մեկ այտենց վերականգնում եմ, բոլորը զարմանում են, ասում վայ, փաստորեն այդ աղջիկը դու ես։ Հա։ Ու շատ մարդիկ չեն հասկանում, որ եղել է, որ հենց ձեր սերիալի։ Հա, Ստյոպը օրինակ, Ստյոպներ թե Գուրգենը չեմ հիշում։ Այն օրը խոսում էինք, ասեց ես չգիտեի, որ դու նույնն ես, հետո հասկացա, հա, ու շատ։ Այսինքն մենք որոշ этап նկարվեցինք իրար հետ, ինքը հետո նոր բացահայտեց, որ ես նույնն եմ։ Հա, իսկապես։ Մի քիչ կպատմես, որտեղից է գալիս քո արևմտահայերենը, որտեղից ես դու արմատներով։ Դե ես հայ եմ իրականում արմատներով, բայց ծնվել եմ Սիրիայում, այնպես է ստացվել, որ ցեղասպանության ժամանակ այդքան հին ժամանակներից իմ մի խոսքով ապու պապերը, այսպես ասած, գնացել են Սիրիա եւ այդպես մի խոսքով ծնվել եմ Սիրիայում, 8 տարեկան եմ եկել ենք Հայաստան։ Ուղղակի մեր նպատակը այն էր, որ գանք, տեսնենք Հայաստանը, պապան այստեղ Հայաստանում տուներ արել Կասկադում ու ինքը շատ ոգևորված էր, որ իր աղջիկները ապագայում կսովորեն Հայաստանում։ Ինքը շատ էր սիրում ու ես էլ էի շատ սիրում Հայաստանը։ Մենք ամեն կիրակի հիշում եմ հաղորդում կար առավոտները, երևի ժամը 10-ին ամեն կիրակի նստում էինք, հեռուստացույցը միացնում էինք ու հրապարակի պարող ջրերն էին։ Պապան ասում էր՝ նայեք, սա հրապարակի պարող ջրերն են։ Ու մենք դες նստում էինք ու միշտ նայում էինք այդ պարող ջրերին։ Շատ Սիրիայում շատ հայրենասեր ենք մեծացել էլի ու դրա համար իմ համար Հայաստանը ինչ որ ինքը անհասանելի տեղ էր ու ես մտածում էի, ասենց երևի երբեք չեմ հայտնվի իմ երազանքների Հայաստանում, է։ Հա։ Մի խոսքով 8 տարեկանում որոշեցինք գալ այդ տունը տեսնել, անձնագրերի համար էինք դիմել, անձնագրեր վերցնել հայկական ու վերադառնալ Սիրիա։ Ընդամենը 15 օրով մեքենայով էինք դուրս եկել Սիրիայից։ Մի խոսքով եկանք ու 10 օր հետո ճանապարհները փակվեցին ու մենք հասկացանք, որ չենք կարողանում վերադառնալ Սիրիա։ Ու մնացինք այստեղ 15 տարի։ Մշտական բնակություն։ Դե հա, բայց այդ ժամանակ անընդհատ սպասում էինք, որ հեսա ճանապարհը կբացվի, մենք կգնանք ու այդպես էլ չբացվեց ճանապարհները, չնայած հետո բացվեցին, բայց էլ չկարողացանք գնալ, որովհետև այստեղ հարմարվել էինք ու մեր համար ոնց որ խնդրահարույցն էր, որ մենք ընդամենը 15 օրով տուն էինք վարձել, ինչ որ կենտրոն, 15 օրվա հագուստ էինք բերել մեզ հետ, ամառանոց շորտիկներ, բացած ինչ-որ բաներ, ու մենք էլ հասկացանք, որ աշուն է գալիս, ու մենք մրսում ենք, ու տուն չունենք, շորտ չունենք, շուրջ Հայոց Կասկադի տունն էլ բան էր։ Ոնց որ նոր շենքը սարքում էին, դեռ շինությունը չկար, շենքը չկար։ Ուղղակի փորել էին, պիտի արդեն վարձեն։ Մի խոսքով ոչ մի բան չունենք, սենց ու հետո դե տուն գտանք, սկսեցին Սիրիայից մեր շորերը ուղարկել, ինչ որ մի խոսքով շատ խառը պատմություններ, աշխատանքի հարց կար, այդ աշխատանքի հարցը շատ լուրջ հարց էր, այստեղ աշխատանք չէ Սիրիայում ինչ որ։ Մի խոսքով այդպես մնացինք 15 տարի։ Հետո ուրիշ այդ տունը վաճառեցինք, ուրիշ տուն գնացինք, ավելի մեծ։ Մի խոսքով հարմարվեցինք։ Հա։ Ամենա դժվար փուլը սկզբում, ինչ դժվարությունների առնչվեցիր հենց դու քո փորձը, ինչն էր դժվար։ Դե հենց սկիզբը շատ դժվար էր, որովհետև արևմտահայերեն էինք մենք խոսում ու մեզ չէին հասկանում ստեղ։ Շատ
ոնց որ բառերի տարբերությունները շատ էր ու արևմտահայերեն արևելահայերեն բախումը շատ մեծ էր ու մինչև հիմա օրինակ իմ ընտանիքի անդամները չեն կարողանում լիարժեք խոսել արևելահայերեն ու դա իրենց համար խնդիր է, որովհետև իրենց չեն հասկանում, իրենք էլ չեն հասկանում։ Իմ համար էլ էր դա խնդիր, բայց ես սենց ամեն ինչ արեցի, որ հաղթահարեմ, հետո դպրոցում էր դա խնդիր, որովհետև ես ընկերներիս չէի հասկանում, ոչ թե բացարձակ չէինք հասկանում, այլ ոնց որ բառերի սենց նուրբ տարբերություններ կար, որ ուղղակի նույն բառը տարբեր իմաստներ ունի ու դու Հա, ոնց որ ասում ես ինք ուրիշ բան հասկանում, բայց դու ուրիշ բան նկատի ունես։ քերականությունը շատ Քերականությունը դա տարբեր։ իմ համար շատ բարդ էր։ Հա, Հետո մենք Սիրիայում ամեն ինչ սովորել ենք արաբերեն, նույն մաթեմատիկան, պատմությունը, համաշխարհային պատմություն եւ այլն, ամեն ինչ սովորել ենք արաբերեն ու այստեղ հանկարծ դու հայերեն ինչ որ լեկցիաներ պետքա սովորես հա, ու արևելահայերեն, սենց ես նստում էի, սենց տար կարդում էի P-ին P էի ասում, արևմտահայերենում P չկա։ հա, P-ին ասում ենք B։ Ու այստեղ սենց P, տերազ, այսպես հնչյուն սովորել եմ, որ արևելահայերենը կարողանամ կատարելագործել։ երևում է, որ միայն մեծ աշխատանքի արդյունք է, որ դու Հա, որ հա, ակցենտս այսօր այսքան լավ ես խոսում։ Իրականում ինձ համար էլ շատ ցավալի է այդ ամեն ինչը։ Սահմանադրության մեջ չկա առանձնացված։ Այսինքն սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է։ Դա իր մեջ ներառում է եւ արևմտահայերենը եւ արևելահայերենը։ Այսինքն սահմանադրությամբ չկա տարբերություն։ Երկուսն էլ հայերենի գրական ճյուղեր են, բայց արդեն երբ որ գործնական փուլ է անցնում, պետական ինչ որ մարմիններ, չգիտեմ, դատարաններ կլինի կամ դպրոցներ, տարբեր համալսարաններ, գործնական փուլում արդեն ինձ թվում է դժվարությունը դու քո մաշկի վրա ես զգացա ինչքան դժվար է։ Դե եթե դպրոցում արդեն արևելահայերեն է, արդեն դու չես կարող պահանջել ինչ-որ մեկից, որ քեզ հետ խոսի արևմտահայերեն, որովհետև դպրոցում հենց հիմքը դրվել է արևելահայերենի վրա, ուստեղ ընդունված չի ընդհանրապես արևմտահայերենը։ Ու նույնիսկ երբ որ նոր էինք եկել, շուկաներ, ինչ-որ մի հատ շրջան եղավ, որ լիքը սիրիահայեր եկան Հայաստան պատերազմի պատճառով։ ու մեզ որ դուրսում տեսնում էին, բոլորը հարցնում էին ինչ որ դուք գրել կարդալ գիտեք, թե մենակ խոսում եք, բան։ Իսկ այդ մեր համար վիրավորական էր, որովհետև մենք Սիրիայում իսկապես շատ հայրենասեր ենք եղել։ Ու երբ որ եկել ենք Հայաստան, ես բախվել եմ մի խնդրի, ու սա միշտ եմ ասում, բախվել եմ մի խնդրի, որ հասկացել եմ Հայաստանում այդքան հայրենասեր չեն, ինչքան մենք Սիրիայում։ Մենք արաբական միջավայրում շատ ավելի պահել ենք այդ հայկականությունը, քան Հայաստան։ Օրինակ մենք հայկական տոներին փողոցներ էինք փակում, դուրս էինք գալիս։ Չգիտեմ, արաբական փողոցները մենք փակում ենք հայերով, մենք փակում ենք։ Ոնց էր արտահայտվում հայրենասիրությունը, ինչն էր ոնց որ այնտեղ ավելի, չգիտեմ, հայրենասիրական քայլեր, քան Հայաստանում, հատկապես որ արդեն այստեղ ապրել ես տարբերությունը։ Նայ, օրինակ այնտեղ լինի Վարդավառը, լինի ինչ որ թեկուզ ապրիլ 24-ը, սենց շատ հայկական տոներ, թեկուզ նոր տարին, որտեղ արաբների մոտ ուրիշ է։ Թեկուզ այդ ամեն ինչը մենք օրինակ Վարդավառին բոլոր հայերով ինչ որ ամեն սենց ինչ որ ընտանիքներ, ասենք սենց մեծ ընտանիքներ, ամեն մեկը իր եկեղեցին ուներ, էլի, ու մի քանի հայկական եկեղեցի ունենք մենք Սիրիայում։ Բոլորը ինչ որ եկեղեցիներ էին գնում ու խաղում էին Վարդավառ։ Տոներ կային, չգիտեմ, անկախության օրը օրինակ, ուղղակի ճանապարհ էին փակում ու դուրս էին գալիս նվագում էին այդ ճանապարհին ու բոլոր հայերը բալկոններից, պատշգամբներից, պատուհաններից sense դրսում բոլորը հայ էին ու ամբողջ sense փողոցով հայերը նվագում են, գնում են ու իրանք sense ինչ որ sense հայ են բոլորը։ Դու sense հասկանում ես, ինչ որ հայկական միջավայրում ես։ Ոչ թե ավելի հայրենասեր են սփյուռքում, այլ հենց այդ տոները ոնց որ համախմբում են հայ համայնքին ու երևի թե այն կարոտը, այն, չգիտեմ, երևի հենց կարոտը ամենամեծ մոտիվը դա էր էլի, որ ոնց որ կարողանում էր համախմբել ու ավելի մեծ նշեիք այդ ամեն ինչը, թե չէ հայրենասիրության հետ կապված մի քիչ համաձայն չեմ, որովհետև ոնց որ Հայաստանում ապրելով էլ օրինակ ես ընտրում եմ ապրեմ Հայաստանում, չգիտեմ, հարկեր վճարեմ Հայաստանում, իմ երկրի բարության համար ամեն օր աշխատեմ, չգիտեմ, մարդկանց համար աշխատատեղեր ստեղծեմ եւ այլն, այսինքն շատ տարբեր է էլի այդ ամեն ինչը։ Հա, ուղղակի նայ, այստեղ
ոնց որ այնտեղ բոլոր հայերն էին, հայերեն ասեր։ Հա, Ոնց որ որովհետև իրանք Հայաստանում չէին հա, ու իրոք այդ կարոտը ազդում էր, իսկ այստեղ որ իրանք իրանց հողում են, շատ հայեր կան, որ ձգտում են, չէ, դեպի դուրս։ հա, երբ Իսկ չեն օրինակ էլ զգում այդ, իսկ հա, այնտեղ չկար այդ բանը, օրինակ բոլորը ինչ որ կապված էին Հայաստանի հետ, բոլորը մենակ այն իմ համար, որ արաբական միջավայրում, իսկ արաբական միջավայրը իրականում շատ բարդ տեղ է, իրականում Սիրիան օրինակ տեղեր կար, որ մենք ընդհանրապես չէինք կարող գնալ։ Հենց թաղամասեր կան, մենք այնտեղ ոտք չէինք կարող դնել, որովհետև Աստված գիտի քո հետ ինչ կլինի, եթե այդտեղ գնաս։ Տեղեր կան, որ ես երբեք չեմ եղել, մամաս երբեք չի եղել։ Ու նման միջավայրում կարողանալ ունենալ հայկական եկեղեցիներ, հայկական դպրոցներ, կարողանալ պահել, չգիտեմ, թատրոն փորձել թատրոն ստեղծել, որովհետև չունենք հայկական թատրոն ներկայացումներ էին փորձում անել։ Այդ ամեն ինչը ես չգիտեմ, ասենց հետո եմ իհարկե հասկացել, ավելի մեծ հասակում եմ այդ գիտակցությանը եկել ու հիացել, որ մեր մամաները, պապաները կարողացել են ինչ-որ արաբական միջավայրում հայկական այդքան բան հա, պահել։ շատ բարդ հա, հատկապես հիմա ինչքան արագ են, չէ, հատկապես երեխաները ինտեգրվում այդ արտերկրի Հա, մշակույթին, ու իրանք սկսում են արդեն դերակարողը դառնալ, մոռանում են լիքը հայ արժեքներ ու աննկարագրելի գովելյան նման ծնողների պահվածքը վարքագիծը դաստիարակությունը, որ կարողանում են փոխանցեն ու պահեն, Սփյուռքը Հայաստանի համար միշտ շատ մեծ նշանակություն ա ունեցել ու ունի, եւ այն օգնությունը, որ ցուցաբերել են Հայաստանին, եւ չգիտեմ, իսկապես մի մեծ կարևոր մաս է Հայաստանի նման մեծ Սփյուռք ունեցող, ինձ թվում է երկիր իրոք չկա, ու հենց այդ հայրս սփռված հա, են էլի իրոք ամբողջ հա, աշխարհ։ հա, Ես իհարկե կուզեմ բոլորը գան։ Միասին ուրախ ապրենք Հայաստան։ ինձ թվում է շատ է հիմա տենդենսը հատկապես ես աննկարագրելի շատ եմ նկատում, որ Հայաստան են գալիս, Հա, ու դա շատ, շատ լավ է։ հա, Հետո ինչ որ մեր սերունդը, ավելի երիտասարդ սերունդը, սենց ինչ որ իրար հետ համախմբված են, հա, ես ինչ որ տենց բան եմ զգում, ու սենց շատ ավելի, օրինակ իմ ընկերները, բան, սենց բոլորը ուզում են մնալ այստեղ աշխատել, ու բոլորը, ես էլ եմ օրինակ միշտ ասում, որ շատ կուզեմ գնամ դուրս սովորեմ, բայց հետ գամ Հայաստան, ու իմ սովորածը օրինակ Հայաստանում օգտագործեմ, կիրառես, կիրառեմ, ու ինչ որ մի բան, ինչ որ Հայաստանի համար մի բան ավել անեմ։ Ո, ես էլ ընդհանրապես չեմ ուզում Հա, ես գնամ բացարձակ մշտակ, չեմ ես չեմ, կարող։ ինչքան էլ ճանապարհորդում եմ, Հա, 6-7-րդ օրը լրացա, всё, վերջ ես Հայաստան, մի, հա։ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, ուզում եմ հետ գամ, իմ կյանքը, չգիտեմ, ստեղ շատ լավ ու բարձր որակով է ու այդ Ոնց տարբերությունները որ ես քո տանն ես։ հա, Օրինակ ես վերջերս ապահով ես, Փարիզում, որ Փարիզ էի գնացել, ասած նայում եմ իրանց։ Ինչքան էլ օրինակ այստեղ Հայաստանում լինում են, չէ՞, խնդիրներ, թեկուզ չգիտեմ, մեքենա վարելիս հատկապես։ Շատ են լինում հա, խնդիրներ դասում, հայերի մեջ էլ։ Բայց այնտեղ սենց ընդհանրապես չկար այդ ազգի զգացողությունը։ Իսկ Հայաստանում մի տեսակ դու գիտես, եթե ինչ որ բան եղավ քեզ դրսում, հայերը գալու են քեզ օգնել։ հա, Ոնց որ բան կա, ես այն սենց ճիշտ ես ազգային ասում, համախմբվածություն կա ու այստեղ։ ես այնքան եմ նեղվում, որ մեկ էլ ինչ որ թեկուզ եւ բլոգերներ կամ որոշակի հայտնիություն մարդիկ կամ ընդհանրապես հասարակության մեջ շատ եմ լսում, որ այնքան արժեզրկող բաներ են ասում Հայաստանի մասին, բա Եվրոպայում գիտեք ինչ լավ է, չգիտեմ, կամ Ամերիկայում, խնդրում եմ, չէ, էլի եկեք ռեալ խոսենք, որ Հայաստանում էլ այնքան առավելություններ կան, որ դու պետք է ուղղակի գնաս Եվրոպա մի քիչ երկար այդ Ապրես տուրիստից, հա, կարգավիճակից դուրս գաս ու հասկանաս իրական կյանքի ապտակներն ու ինչա անտարբերությունը, կատարում։ հա, էլ ինչ դժվարություններ կան, որ առերեսվեցիր, Անվանս հետ կապված։ Դա իսկապես, իմ ամենամեծ կոմպլեքսն էր իմ անունը։ Ու ով լսում էր Մարալ անունը, զարմանում են, տենց անուն կա, այդ ինչ անուն է Մարալ, մենք տենց երգում ենք, սենց ինչ որ հա, Մարալ, այդ երգային երգում։ Ու մի անգամ մրցույթի պիտի մասնակցեի, ոնց որ վճար պիտի անեինք այդ մրցույթի համար, ջութակի մրցույթ էր։ Ու papan գնացել էր ինձ գնացել, անունս գրանցել էին Մարատ։ Սենց հետո որ ես տեսա որ իմ անունը Մարատ են գրանցել ու հասկացա էլի սենց ոստիլով տենց վատ է ամեն ինչ իմ համար հետ կապված։ Հետո մեծացա ու սկսեցի անունս շատ սիրել, դու հիմա շատ սիրուն շատ եմ անուն սիրում ես, եւ երբ որ ինձ ասում են անունդ քեզ նկարագրում է, ես դրանից ուրախանում եմ։ հա, դու լրիվ մարալ ես, ավելի իդեալական չէր կարա լինել, չէ, շատ սիրուն է, տարբերվող է շատ, Հա, ինձ դա դուրակալիս քիչ է։ հայկական, Հա, հայկական է, չէ, հա։
իրականում շատ ասում են, որ թուրքական էլ է, բայց թուրքականը մերալն է մարալեջի։ Հետո գիտես ինչն է, ես էլ ինչքան լեզվական բաներ կա, լիքը բառեր կան, որ մենք կիրառում ենք մեր բառապաշարում ու շատերը մտածում են, որ թուրքականն է, բայց իրանք իրականում արաբական բառեր են արմատներով, շատ գիտես, կան։ այսինքն դրանք փոխառություններ են ոչ թե, չգիտեմ, թուրքերենից, այլ արաբերենից ու Հա, շատ կա բառեր տենց կան։ բառեր։ Իրականում դա նրանից է նաև որ թուրքերեն ու արաբերեն էլ կան ինչ որ նման բառեր, բայց նաև օրինակ սենց խնդրել եմ բախվել, դե ես թուրքերեն շատ լավ եմ տիրապետում թուրքերենին, հա, ու լինում է օրինակ որ բառները հատկապես որ ինչ որ բառ են ասում, բայց դա իրականում թուրքերեն բառ է, ուղղակի բառի մեջ դա մնացել է։ Այդ խնդիրն էլ կա։ Հա։ Ես այս վերջերս լեզվի կենտրոներ ցանկ էր գցել ու հետո շատ տարածվեց այդ ցանկը բառեր, որոնք թուրքերեն են եւ մենք կիրառում ենք, ես հենց կարդում եմ ասում Աստվածին, ոնց կարելի է այդ թուրքական ռոպագանդան բերել հասցնել մեր օրակարգ, ոնց կարելի է այդպես բան անել։ Չէ, դա չեմ տեսել, բայց ինչ որ ճիշտ բաներ են։ Չէ, ուղղակի դրա մասն եմ ասում, որ իրանք ընդհանրապես թուրքական բառեր չէին, էլի, բայց թե որտեղից էր այդ եկել ընկել ու շատ տարածված էլի այդ ցանկը, հենց տենց դնում էին, եկեք չկիրառենք այս թուրքական չի։ Հա։ Ես այնքան շատ էի սպասում մեր հաղորդմանը, որ լարվածությունից մենք մի անգամ էլ ենք նկարել հաղորդում ու տեխնիկական մեծ խնդիր էինք ունեցել, որովհետև ես այնքան էի դետալների հետևից ընկել, որ դրան ուշադրություն չէի դարձրել, բայց իմ գեղեցկուհին երկրորդ անգամ եկավ Երրորդն էլ կգա, եթե այստեղ մի բացական այլի գա։ Երրորդը կգաս, ոչ թե սխալ կլինի, այլ որպես շարունակություն։ Մաս 2 կանենք։ Մեկնաբանություններում Հարցեր գրեք, որ մաս 2-ում պատկերացնում ես, չէ՞, չի դադարելու, այսինքն գրեք, եթե ուզում եք մազ 2 անպայման ես կգամ այդ։ Շատ հետաքրքիր է, ոնց քո ճանապարհը քեզ տարավ թատրոն։ Ես մանկուց երազում էի նվագել ջութակ դեռ Սիրիայից։ Ու մեր գալու տարին երբ որ պիտի գայինք, ինձ նոր տարում ձմեռ պապիկը ջութակ նվիրեց, բայց ես չկարողացա գնալ ջութակի, որովհետև ասում էին դեռ փոքր եմ, մենք չենք վերցնում իրան եւ այլն։ Ու եկանք Հայաստան, այդ 15 օրը երբ որ արդեն անցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, ինձ որոշեցին տանել ջութակի։ Ես սկսեցի գնալ ջութակի ու մի ամիս հետո պետք է արդեն համերգ լիներ, առաջի դասարանի համերգ էր ինչ-որ սենց։ Ու այդ համերգին շատ լավ նվագեցի, սենց դասատուս ասեց, դու ինչ անես, պետք է բեմում լինես, դու բեմի մարդ ես, դու գիտես բեմում ոնց ես փայլում, սենց բաներ ասեց, կողա ուզես թատերական խմբակ գնաս, շատ լավ կստացվի, բան ասեցի, դե հայ գնամ, ասեն շատ փակ երեխա էի, որովհետև թե լարվածություն կար, իմ համար շատ անծանոթ էր ամեն ինչ, շատ նոր էր ամեն ինչ, թե փոքր էի, թե սենց ինչ-որ ես ի վերջո սենց ինձ օտար էի զգում Հայաստանում, ու գնացի այդ թատերական խմբակ, սենց նստած էին երկու դասատուներս, Աննա Նավետիսյան եւ Միքայել Աթասունց, որ ես իրենց համար գժվում եմ, ու նստած են ինչ-որ երեխեքի խումբ, ինչ-որ էտյուդներ են անում տարօրինակ, ինչ-որ մեկը դուրս սենց եկել է մեջտեղի փրմատը փուշա մտել, ինչ-որ բանա խաղում, բան ես չեմ հասկանում, սենց նստել եմ փակ բան, ու մի խոսքով այդ խմբակ գնալով ես շատ բացվեցի, իրականում հենց այդտեղ եղավ այն օգնությունը, որ ես թե լեզուն հաղթահարեցի, թե իմ կոմպլեքսները հաղթահարեցի, թե անվանս կոմպլեքս, մի խոսքով ես այդտեղ ամեն ինչ հաղթահարեցի ու որոշեցի, որ ես հաստատ պիտի գնամ թատերական ինստիտուտ, ու երբ որ պիտի ընդունվեի արդեն որոշել էի, էլի վաղուց որ պիտի ընդունվեմ, արդեն մի շաբաթ էր սենց մնացել, Աննային գրեցի Ավետիսյան, ասեցի, ճիշտ ասած մի շաբաթ է մնացել, կողա արդեն սկսենք պարապել շատ ուշ է։ Ասեց հա, ու սենց on-line արագ բանաստեղծություններ ընտրեցինք, ուղարկեցինք իրար, ասեց դու անգիր արա, վերջի 3 օրը կհանդիպենք, դե ինքը շատ վստահ, ինքը սենց ասում էր դե դու կընդունվես հաստատ։ Ճանապարհ ունեի անցած։ Հա, շատ վստահ էր էլի ինքը։ Ասեց դու անգիր արա, մենք իրար հետ 3 օրում գանք, ոչ 3 օրում արեցինք, գնացի անվճար ընդունվեցի։ Ու տենց սկսվեց էլի ամեն ինչ, հա, ու Աննային ու Միքայելին իրոք շատ եմ սիրում, որովհետև եթե իրանց ես իմ կյանքում հանդիպած չլինեի, հիմա վստահաբար այս կետում չէի լինի։ Շատ հավես է։ Մենք բաց թողեցինք դպրոցի փուլը ու հատկապես հիմա, որ դպրոցականի կերպարում ես, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի նաև լսել քո դպրոցական տարիների մասին, ոնց է անցել,
Դե Սիրիայում փոքր էի, դպրոց գնում էի, բայց այնտեղ շատ լավ էի սովորում, շատ լավ էր ամեն ինչ։ Հետո երբ որ եկա Հայաստան ու այդ լեզվի բարդությունները արդեն կար, դասատուներից ինձ այդքան էլ ուշադրություն չէի դարձնում, որովհետև դե ես արդեն համարվում էի ծույլիկ աշակերտ, բայց Սիրիայում գերազանցիկ էի։ Որովհետև ծույլիկ էի համարվում, որովհետև չէի հասկանում իրանց, իսկ իրանք ալարում էին ինձ ավել բան բացատրի։ Մի խոսքով ուտեն շատ իրականում թերացա, թե հայերեն լեզուներ, թե մաթեմատիկաների համար շատ մեծ խնդիր, որտեվ ես թվերը նույնիսկ աղյուսակը բազմապատկման ես հաշվում էի արաբերեն։ Ու ես մի հատ արաբերեն հաշվում էի այդ ամեն ինչը, դարձնում էի արևմտահայերենի, արևմտահայերենի դարձնում էի արևելահայերենի։ Արաբերեն էիր մտածում, հա։ Ու նոր արտաբերում էի արևելահայերեն այդ ամեն ինչը։ Դրա համար սենց բարդ եղավ, մինչև ես սովորեցի, հասա 7-րդ 8-րդ դասարան, էլ 8-ից հետո դժվար էր ֆիզիկան 0-ից սովորել, ու այդպես էր երբեք չսովորեցի ֆիզիկա, քիմիա, որովհետև զուտ այն տարիքում, որ ես պիտի սենց 0-ից սովորեի այդ առարկաները, ես այդ ժամանակ տանջվում էի լեզուն սովորելու վրա։ Մատ լեզուն պիտի հաղթահարեի, հետո անցնեի, էլի դրանք սովորելու։ Հետո շատ ակտիվ երեխա էի, միշտ լիքը ընկերներ եմ ունեցել, միշտ մեծ շրջապատ եմ սիրել ու շատ ակտիվ երեխա էի։ Ու այս մեր ոնց որ սերիալի հետ կապված էր մի բան ասեմ, մի հատ դասատու ունեինք, քրոջս, եթե քուրս նայում է այս վիդեոն, ինքը կհիշի, քրոջս դասղեկը իմ նկարը տպում է Facebook-ի գլավնի profile picture-ը տպում է եւ տանում է ծնողական ժողովին ցույց է տալիս իմ նկարը ու ասում է ձեր երեխաներին հեռու պահեք այս աղջկանից, ինքը շատ ակտիվ աղջիկ է կռվարար։ Հայ։ Ու ես դա հետո եմ իմանում ու շատ եմ տխրում դրանից, դե տխրելու բան է, դե այդ հիմա իմանամ չեմ տխրի, հա, հիմա կասեմ դե կինա խոսում է, բայց այդ տարիքում սենց այսքան ես այդքան վատն եմ, ես իրոք հավատում եմ, որ ես այդքան վատն եմ, իմ հետ պետքա ոչ մեկ չշփվի, ու սենց շատ վատ էտապ էր իմ մոտ։ Հետո մի խոսքով տնօրինությունը իմացավ, չգիտեմ ոնց իմացան բոլորը ու բոլորի ներկայությամբ այդ դասատուն եկավ ինձ ներողություն խնդրեց, որովհետև շատ անհիմն էր իր ասածը։ Հետո Եվ ես անթեկուզ եւ ինչ որ չափով հիմք ունենար, հա, իրավունք դա չուներ ասելու ինքը բան նման չի, բան հա։ անելու։ Հետո ես ուշադրության կենտրոնում էի նաև, որովհետև օտար երկրից էի, դա էլ Հա։ էր շատ իրականում իրանք բոլորը սպասում էին, որ ես ինչ որ անկարգություն պետք է անեմ։ Բոլորը ինչ որ բան սպասում էին, Ուրիշ ձև են, չէ՞, անկարգություն։ Հա, հա։ պատկերացնում, հա, դրսից եկած։ Ու նաև այն էր խնդիր, որ գնում էի թատերական ու բոլոր միջոցառումներին ես մասնակցում էի դպրոցի, ասենց շատ ակտիվ մասնակցում, ինչ որ հաղորդավար էի կամ ինչ որ բան էի խաղում, հաստատ ջութակ էի նվագում համերգներին, Հա։ ու ասենց շատ երևացող երեխա էի։ Դրա համար կենտրոնում էի ինքը տան մի խոսքով։ Նախանձելա քեզ։ Հաստատ։ Չգիտեմ, Հաստատ։ բայց ես բոլոր դասատուները շատ կարևոր կետ են երեխայի կյանքում։ Իրանք մարդու ամենակարևոր փուլում կյանքի իրանք են։ Ոնց որ դեռահասության տարիքում իրանք են ու այնքան բարդ է այդ աշխատանքը ու իրանք այնքան նուրբ պիտի վարվեն երեխեքի հետ, որ երեխեքը չկոտրվեն, որովհետև ամեն ինչ այդ տարիքից է գալիս։ Եթե այդ տարիքում մի բան սխալ գնաց, վերջ, եթե ես այդ տարիքում օրինակ ինձ մաման չօգներ, ինչ որ ես ընտանիքում օրինակ չստանայի աջակցություն, ես շատ հնարավոր է ինչ որ սխալ կողմ գնայի ու այդպես էլ շարունակվեր իմ կյանքը։ Դրա համար դասատուները ինձ թվում է պետքա շատ ավելի նրբանկատ լինեն երեխեքի հանդեպ։ Հա, իրենց տված գիտելիքը այնքան կարևոր չի, որքան վերաբերմունքը ու այն կյանքի դասերը, որ ուսուցիչները կարող են տալ։ Կա, չէ՞, բոլորիս կյանքում մի հատ ուսուցիչ, որ ինքը մի հոգի հեղափոխական է մեր Օրինակ մի հատ կյանքում։ բան ասեմ, Աննան, որ ասում եմ Ավետիսյանը, ում մոտ ես պարապել եմ եւ ընդունվել եմ։ Ինքը դասերի ժամին, գիտես ոնց էր մեր վրա գոռում։ Հա։ Մենք սարսափում էինք իրեն։ Սարսափում, դու չես պատկեր, ինքը մտնում էր դասարան էր։ Ասես մտնում էր դասարան ու եթե ինչ-որ մեկը հանկարծ իրան վատ բարի, գիտես ինչ կաներ այդ ու վախում ենք մենք իրենց։ Բայց ինքը այնքան լավ խորհրդատու է, այնքան լավ, չգիտեմ, ընկեր է, այնքան լավ քույր է, մամա է, որ սենց հենց հիմա ես իրան զանգեմ, ասեմ, ես ինչ խնդիր ունեմ, կասի արի մոտս, կասի որտեղ ես եմ գալիս։ Ու դասատուն սենց ինքը ինչ որ պիտի տենց մարդ լինի, որ ինքը քեզ կարողանա աջակցել, օգնել, որտեվ ինքը ինչ որ կյանքի էտապ ունի անցած, որ հաստատ վստահաբար քեզնից շատ բան է քեզնից ավել բան է հասկանում, ու պիտի օգնի քեզ, ոչ թե մեղադրի ինչ որ բան։ Ուսուցիչը հատկապես դե դպրոցական, հա, այդ ֆորմատով առաջնորդ է, այսինքն
իր խոսքը, մտածելակերպը, ամեն ինչը մեծ ազդեցություն ունի աշակերտների վրա, սկսած ինչ կհագնի, ոնց կխոսի, ինչ կոմպլիմենտ կանի, ինչ նկատառում կանի, ինչ ձև նկատողությունը կանի, թիրախավորվում է սարսափելի մեծ երեխայի վրա, ինձ թվում է մանկավարժականում մի քիչ ավելի շատ պետք է լինեն դասերը հոգեբանության վերաբերյալ, քան հենց բուն մասնագիտացման։ Շատ կարիքը կա, բացը կա, մենք էլ ենք սովորել դպրոցում, Հետո մենք էլ հիմա գիտենք։ գիտես, օրինակ սերիալի հետ կապված, որ խոսացինք, իմ կերպարը դե ինքը բուլինգի ենթարկվող աղջիկ է, ու ինձ այնքան շատ են գրում, որ դպրոցում իրանք էլ ունեն այդ խնդիրը, ոչ միայն դպրոցում, այնքան շատ են երեխեք, որ ենթարկվում են բուլինգի, ու եթե իրանք ունենան ինչ-որ դասատուներում կարողանան վստահել, թեկուզ տանը կկարողանան վստահել, ինչ-որ բան հաստատ կփոխվի, էլի, հաստատ այդ բուլինգը կքչանա։ Շատ շատերը տանը նույնիսկ ընտանեկան բռնության են ենթարկվում ու չեն կարողանում բարձրաձայնեն, չգիտեմ, ավելի իրենցից հասուն մարդու ասեն, բայց ուսուցիչը առաջին տեղում կանգնած մարդն է ընտանիքից հետո, ում իհարկե կարող են ասել, այսինքն պետք է չգիտեմ, մեզ նաև ուսուցիչներ են դիտում տարիքով հաստատ մարդիկ հաստատ դիտում են, դրան էլ է շատ պետք ուշադրություն դարձնել, որ այդ վստահությունը կապը ստեղծվի։ Այո, ոչ թե մեղադրես երեխային, այլ պրոստը խորհուրդների միջոցով իրան ճիշտ ուղու վրա դնաս։ Ես նաև քո սիրտը շահելու համար վերցրել եմ նոր կոսմետիկաներ, մերսի շատ Lilies Cosmetics-ին, Հայաստանում այնքան դժվար է գտնել կոսմետիկա, որ կա։ Ես չեմ կարողանում գտնել միշտ։ Խնդրեմ, իրենցից հաստատ կվերցնես, ու ստեղ եմ քեզ նվերներ վերցրել իրենցից։ Ու ստեղ վերցրել եմ ես այս տարբեր պրոդուկտներ, որ մենք փորձարկենք ու դու քո կարծիքն էլ ասես։ Հա։ Ես սիրում եմ սենց բաներ։ Սաղ կփորձենք։ Այ Dior բան, ինչ ասես վերցրել եմ։ Բացի Troyan ենք։ Գտար։ Հա։ Ու իրանք ես որ իրանց մոտից առել եմ, ու իրանք հիշում են իմ Pinky-ը, ինձ էս բան են նվեր տվել։ Ապտանիրան։ Սպասեք փոխեմ։ Ուր հասանք։ Ասա բլաշ։ Շատ սիրունա։ Նուրբաշ։ Merci շատ։ We love you. Yes. Thank you. Ուր հասանք։ Հա, բուլինգի հետ կապված, հա։ Այ, այդ մի հատ մեծ թեմա է, որ ես ու Մարալը մինչև նկարելը ասացինք, որ անպայման անդրադառնալու ենք։ Ինձ երեք մեկնաբանություն են գրել, դե ձեր բանը հաղորդումը սկզբում դեռահասների մասին չէ, հիմա շատ է դեռահասների։ Այո, ես մտածված, այնպես չէ՞ պատահական է ստացվել։ Ես մտածված իմ վերջին մի քանի հաղորդումը ամբողջովին նվիրել եմ դեռահասների մասին թեմային։ Շատ կարևոր թեմա է, շատ։ Այսինքն մի վարքյան, եթե իմ կոնտենտը այս պահին դեռահասների համար է, դա նշանակում է ինչ որ առումով ինքը թերիա կամ պակաս է։ Դա ամենակարևոր թեմաներից է։ Հիմա բուլինգը անտանելի շատ է։ Ու դրա մասին պետք է խոսել, ու երեխաներ, ովքեր ենթարկվում են բուլինգի, անպայման պետք է բարձրաձայնեն դրա մասին, որովհետև երբեք բուլինգի ենթարկվելը ճիշտ չի, ես նույնիսկ հենց այդպես տեքստ ունեմ սերիալի մեջ, որ ասում եմ, դե ինձ թվում էր, որ երբ որ ինձ նախացնում են, ուրեմն տենց է ձևը, ուրեմն պետք է ես լռեմ եւ այլն, բայց դա երբեք ճիշտ տարբերակը չի ու միշտ պետք է բարձրաձայնել, եթե ենթարկվում եք բուլինգի։ Միանշանակ, երբեք չպետք է ընդունեք ինչ որ մեկի ասածը, վիրավորանքը, ճշմարտություն ու դուք սկսեք դրան հավատալ, երբեք։ Գանք մեր շատ սիրելի մի գեղեցիկ օրին, ոնց եղավ առաջարկը, ոնց ընդունեցիր։ Ինձ Անին գրեց Մաղաքյան, սցենարիստը, գրեց, որ քասթինգի փուլը ու շատ ուզում է, որ ես անպայման գնամ, ես ասացի, որ չեմ ուզում նկարահանվել այս պահին, հա, իսկապես չէի ուզում, ու մենք խոսացինք ու հասկացանք, որ ինքը այնպիսի կերպար է գրել, որ շատ նմանացրել է իմ հետ ու արտակնապես շատ ինձ պատկերացնում է, ասես տեսքից շատ է ինձ պատկերացնում, ու որոշեցինք ամեն դեպքում հանդիպել, խոսել, հասկանալ, հանդիպեցինք, խոսեցինք, ինձ դե սցենարը եւ այն ասես թեման միանգամից գրավեց, որտեղ դպրոցական էր, հետաքրքիր էր, կերպարս էր հետաքրքիր ու
Սենց մեկը չասեցի վերջնական, հա։ Սենց իրանք զանգում են, ինչ որ հաջորդ փուլ էին կանչում, օրինակ չգիտեմ, որ փորձեմ խաղընկերների հետ, ու սենց գնում էի, հետո ասում էի, դե լավ կարող է էլ չկանչեն, հետո էլի էին կանչում, այնքան մինչև վերջում հաստատվեց, էլի ընդհանուր սաստավը։ Բայց շատ ուրախ եմ, որ ես նկարվում եմ հիմա ու բոլորին շատ եմ սիրում, ովքեր աշխատում են կամերաներից այն կողմ եւ կամերաների մեջ բոլորին շատ եմ սիրում։ Մի խոսքով այդպես սկսեցինք նկարվել, հավես ընթացքա շատ։ Ինչն էր պատճառը, որ մտածում Չէի էիր, ուզում։ հա, որ ավելի շատ չէիր ուզում։ Նախ իրականում երկարաժամկետ սերիալում ինձ ընդհանրապես չէի պատկերացնում։ Հա։ Ես ավելի շատ թատրոնի կողմնակիցն եմ ու չէի ուզում ընդհանրապես սերիալ մտնել, կամ լավագույն դեպքում գեղարվեստական ֆիլմ կամ կարճ ինչ որ, ասենք 10 մասանոց ինչ որ սերիալ։ Ու հետո այդ շրջանում ոչ մի բան իմ համար շատ ծանր շրջան էր այդ շրջանը ու ընդհանրապես պատրաստ չէի ինչ որ նոր բանի ու Անին էլ տեղյակ էր էլի որ սենց վատ փուլում եմ ու ինքն էլ էր էլի ասում որ հաստատ հիմա ոչինչ էս պահին Կօգնի։ հա որ հենց մեր հանդիպմանը այդ էլ խոսեցինք որ կծրվես բան քեզ Ինչ շրջան է։ հետո քեզ այդտենք Okay։ տենց չէ դու քսի ես կսա Իսկ ոնց վերաբերվեցիր դու որպես թատերական ավարտած սաստավին։ սաստավի Հա։ լսի ամենասկզբում հենց Անին տեսա ասեցի ճիշտ ասած ես էլ եմ զբաղվում բլոգինգով բայց չեմ ու հենց սենց էլ ասել եմ ու չեմ բայց չեմ պատկերացնում որ չեմ ուզի բլոգերներ խաղան Հա։ ու սենց իրականում իմ ասածը մի քիչ ասենք Ստյոպի ու Գուրգենի մասին չէր էլի ոչ նման մարդկանց մասին չէր հա բլոգեր ասելով նման մարդկանց մասին չէր հիմա ոչ էլ ուզում եմ կոնկրետ անել թե ինչի մասին էր ավելի շատ կոպիտ ասած ես չէի ուզում ինչ որ ռաբիզ որակ լիներ այդ ամեն ինչի մեջ մի խոսքով Անի հետ խոսելուց հասկացա որ ինքն էլ բնականաբար չի ուզում ոչ ոք չի ոչ ռեժիսորն ոչ ոք չի ուզում Եթե Նոլանը Travis Scott-ին ոդիսականում նկարել է, հասկանում ես։ Մի խոսքով տենց սաստավը եւ հա երբ որ Էրիկը եկավ ու մենք առաջին կաստինգին հանդիպեցինք ես այս տեքստը արագ վերցրեցի նայեցի ինչ որ 3 էջ խոսում էինք սենց մի հատ կարդացինք ասեցի վերջից պատրաստ եմ Էրիկին Էրիկը սենց նայեց դեմքիս ու հետո պատմում է ասում է ես մտածեցի դու ուղղակի գլուխ ես գովում ու հեսա վրա անցնենք չես կարողանալ խոսալ բայց անցանք ես անցա անգիր ինքը ուղղակի կարդում էր ասում է այդ օրը զարմացա որ դու սենց անցար բան ու մի խոսքով Էրիկին սենց առաջի օրը ինքը այդ կաստինգին դե շատ լարված էր ու փակ էր շատ ես մտածում եմ ինքը բայց կբացվի այդքան բայց ինքը շատ է աշխատում իր վրա իրականում ու այդ շատ գովելի է Շատ փակ է երևում կողքից ինքը փակ էր շատ բայց բացվել նու ինքը բոլորի հետ չի բացվել ամեն դեպքում բայց իմ հետ հասկացա որ պիտի բացվի որովհետև ես շատ ազատ ընկերային մարդ եմ շատ եմ սիրում ընկերներ ասենց շատ ազատ եմ ու հնարավոր ընթացքում ասեմ ապուշ ինչ ես անում ու եթե սկզբում ես իրեն ասեի ապուշ ինչ ես անում ինքը ասենց մի հատ նայում էր իմ վրա ու դրանից ես էլ էի ասած նայում իր վրա ու այսինքն դու տենց ինձ կարաս նայես, ես էլ քեզ կարող դու հրաժում ես, որ ձեր այդ կռվելու կադրերը լավ ու տենց 1-2 ապուշ ասելով հիմա մենք իրար հանգիստ ապուշ ենք ասում միայն ապուշ լիքը բան ենք ասում, բայց շատ չէ, եթե ոնց որ եթե մեր մեջ այդ կատակը ստացվում է, ուրեմն մեր ընկերությունը ստացվել է այո ու ինքը շատ լավ ընկեր է, շատ բարի ընկեր է իրականում շատ հասնող է ու շատ բարի է ու դա շատ լավ է ես իր հետ հաստատ ընկերություն կանեմ հետո կշարունակվի մեր ընկերություն ինքը միշտ ասում է մենք այն մարդկանցից ենք լինելու որ հետո մեզ TikTok-ում գցելու են որ էլ իրար չենք հետևում էլ follow չէ որ մտնում են երկու կողմից բաներ անում ասում ինչի ենք տես լինել ասում դե մենք հաստատ կկռվենք քո պատճառով մի բան կասես կկռվենք ասում չէ մենք հաստատ երկար ընկերություն կանենք հա իսկ մնացածի հետ էլի ինչ որ sense ձիգ այդ վիճակները իրականում տենց չեմ բոլորը ընկերներ են բայց իրենց բոլորը ընկերասեր են ու շատ լավ երեխեք են ես այն օրը այդ էի մտածում որ իրականում մեր երեխեքի սաստավի մեջ մեր դասարանի մեջ մենք շատ ենք իրար հետ նկարվում մեր դասարանի երեխեքի մեջ չունենք մի մարդ ով sense
ինչ որ ասենց սրտանց վատություն ուզի անել։ Հա։ Օրինակ մեր մեջ Անիտայի վրա շատ եմ խոսում, Հա։ ինքը շատ գերակտիվ է ու ինչ որ բաներ երբեմն առանց մտածելու ինչ որ բաներ կարող է անի ու դու ասեմ Անիտա մի ար այն օրը ասենց քրոքսները լավ էսի չեմ պատմում մի քիչ Նաև ուզում եմ քեզ նվիրել Կոալիտայից խնամքի միջոցներ։ Ես գիտեմ, որ դու Կոալիտայից ամեն ինչ ունես, բայց Կոալիտան երբեք շատ չի լինում, համաձայն եմ, որովհետև ես ափսոսալով եմ քսում, որ չվերջանան Ես քեզ ասել եմ, երբ կավարտվի, դու ինձ ասա, ես քեզ ամեն ինչ կբերեմ։ Իդեպ մի հատ բան ասեմ, Սոնան այնքան բարի է, որ մի հատ շոր էր հակել, ես շատ հավանեցի այդ շորը, այսի Սոն որտեղից է ուզում առնել, կուզես տամ հակի հետ դուր։ Ես կարող եմ նվիրեմ էլ քեզ։ Հա, գիժը։ Էնպես որ։ Oh, thank you, Sona. Ես նոր քվալիտա ունեմ, այնպես հանգիստ կարող եմ օգտագործել։ Այո, հանգիստ օգտագործի։ Իդեպ քույրս էլ արդեն սիրահարվել քո քվալիտաներին, իսկ գալիս վերցնում ասում, հետ դուր։ Գնաս, այդքան ճանապարհ կանց։ Մեզ։ Գեղեցկուհի ջան, դու գրինց։ Ես կտամ։ Հա, ինքը շատ ակտիվ է, ու ինչ որ կարող է առանց մտածելու ինչ որ բաներ անի, բայց դրան զուգահեռ ինքը անտանելի լավ մարդ է, ու հասնող, ու բարի։ Չունենք տենց մարդ, ով ինչ որ ուզանա քեզ վատություն անել, ինչ որ sense կռիս բաներ, բոլորը շատ լավ։ Իսկ եղել է ինչ որ թեկու սկզբում իրար լավ չեք ճանաչել ու մի քիչ սահմանները չեք պատկերացրել կամ կոնֆլիկտային իրավիճակներ են եղել։ Գիտես ինչ եղել, ես ու Լիլիթը իրար վաղուց ճանաչում ենք, մենք իրար հետ ենք սովորել, շաքեի կերպարը։ Ինստիտուտում իրար հետ ենք սովորել, նույն կուրսից չէինք, ինքը մի կուրս ցածր էր ինձնից, բայց ճանաչել ենք իրար, բարևել ենք։ Ու այստեղ ուրախացա շատ, որ իր հետ եմ նկարվելու, բայց ինչ որ ընթացքում sense նկատում եմ, որ իմ հանդեպ ինչ որ sense դիտման բաներ է ասում, ինչ որ կարող է ուրիշ հետ բան խոսամ, եկել իմ մասին ինչ որ բան ասի բարձր, որ ես լսեմ, sense ինչ որ բաներ էր անում։ Մի օր sense բոլորով նստածենք, ինքը գրիմ էր լինում, էլի ինչ որ բան ասեց, ասացի Լիլ, դու շատ ես ինչ որ բաներ ասում, ես չեմ պատասխանում, որ չկռվենք, ես չեմ ուզում կռվենք, բայց եթե դու էլ չես ուզում կռվենք, մի ասա ոչ մի բան։ Ինքը ասաց այդ պահին շատ վատ զգաց, որովհետև ինքը իրականում այն ինչ ասել էր, երբեք լուրջ չէր ասել, միշտ ինքը հումորով էր ասել, ես լուրջ էի ընդունում։ Ինքը ասաց լուրջ եղավ, ասաց դու լուրջ ես ընդունել այսքան ժամանակ, ասացի հա, ու ես չեմ պատասխանել, որ չկռվենք։ Ինքը ասաց ես չէի հասկացել, որ դու լուրջ կընդունես, ու sense ու դրանից հետո մենք շատ լավ ենք իրար հետ, էլի, էլ ինքը սկսեց այդ հումորներ չանել, որովհետև հասկացա, որ ես այդքան էլ չեմ հասկանում այդ հումորը, ու sense շատ փոխվեց ամեն, շատ լավ ենք հիմա իրար հետ։ Հա, հումորը պետքա առաջինը լինի ծիծաղելու երկու կողմի համար։ Եթե հումորը ոնց որ մեկին է ծիծաղելու, պետք չի այդ շարունակել։ Եղավ Լիլիթ։ Հա, ես Լիլիթին էլ եմ ես հարցնելու։ Տեսնենք իր տեսակետից ինչ ասում։ Մարալը եկել մուննած։ Հա, չէ, լրիվ ուրիշ բան է, ինչ որ պատում է ամեն ինչի մասին։ Իմ տունն ենք նկարում, հիշում եմ ամեն։ Հա։ Իմ տան կադրներ, այո։ Չէ, այդ հումորը շատ ես էլ եմ ահա որ սարսափելի սարկազմ ունեմ, կարողա նենց մի բան ասեմ, սորի այդ մարդը, բայց վերջին հատկապես շրջանում հասկացել եմ, որ ամեն մեկի հետ պետք չի, պետքա մենք շատ լուրջ այդ լավ իրավիճական, հա, սահման անցնենք, իրար լավ ճանաչենք, այսինքն շատ լավ բան է սարկազմը, երբ որ ձեր մտերմությունը թույլ է տալիս, որ դուք դա անեք, հա, ու երկուսդ էլ դրանից շատ հավես ուրախ էմոցիաներ եք ունենում։ Այո, համամիտ եմ ձեզ։ Հա։ Լիլ։ Okay, Լիլ։ Գժում եմ ես մեր բամբաշիների համար, ես խելագարվում եմ։ Հա։ Ոնց մի անգամից չէ, ինչ մուդի մեջ անցանք, վերջացանք։ Այն մեզ պետք է դիմահարդարվել, gossip time։ Այո։ Այն ինչ պատմեմ քեզ։ Ինձ շատ հետաքրքիր է նաև ով է այն մարդը, որ առաջին գովեստն ու կրիտիկան է անում քո խաղին։ Անդրանիկա Միքայելյան։ Նույն ինքը։ Իմ նշանածը, այո։ Հա, ինքը իրականում շատ հավանում է ինձ որպես դերասանուհի, դե մինչև հարաբերություններ ունենալը մեր մեջ, ինքը ինձ ճանաչել է որպես դերասանուհի, ինքը միշտ ասել է, որ ես իր համար լավ դերասանուհի եմ։ Ու
ես այդ առումով իրեն շատ վստահում եմ ու իմ խաղը եւ այլ, ասենք ինչ որ բան է լինում, ես առաջին իրան եմ ուղարկում, ասում նա այստեղ վատ եմ, շատ վատ է, ամեն ինչ, մտածա բան, ինքը կամ ասում է չէ, լավ է հանգստացի, կամ ասում է դե լավ, ես անգամ լավ կանե։ Օրինակ ստեղ։ Հա, բայց Գեր խաղեր։ իմ համար որ sense շատ սիրուն բան էր ինքը ասել, մի ներկայացում մեջ էի խաղում, լիարժեք անգլերեն էր ներկայացումը, իսկ ինքը անգլերեն տենց շատ լավ չի հասկանում, զուտ ինքը խաղին էր նայում այդ օրը։ Երբ որ ներկայացումից դուրս էր եկել, ընկերներիցս մեկին հարցրել էր մորալի իրոք այդքան ֆանտաստիկ դերասանուհի է, թե ուղղակի իմ աչքին է տենց երևում։ Ասած որ դիվը։ Հա, ինքը իմ հեռախոսի մեջ գրանցված է 911, որովհետև ինքը իրոք իմ 911-ն է, էլի, ինչ լինում է, ես sense իրան վստահում եմ, ու sense հա, ու շատ առաջին բանը sense իրանից պիտի ստանամ, էլի։ հա Հա, ու լավ ընկերներ եք հա, շատ առաջին հերթին ընկերներ ենք հենց, էլի, sense սիրային բան։ հա Առաջինը sense ընկերներ ենք, այդ ամենակարևոր բանն է, sense միշտ խոսում ենք, կարևոր է իրար հասկանանք, չգիտեմ, sense երբ որ իրականում ընկերներ եք լինում, ավելի շատ եք սիրահարվում իրար։ Տեսեք, տենց մի հատ բան կա։ մարդ տեսակին, Հա, չէ։ որովհետև օրինակ ռոմանտիկան երբեմն մեզ մոտ քիչ է, չենք հասցնում ռոմանտիկայով զբաղվել։ Ծաղիկներ կարող է ես օրինակ չստանամ ամիսներով, բայց ես ամեն օր սիրահարվեմ իրեն, որովհետև ինքը ամեն օր ինչ որ այնպիսի քայլանի իմ հանդեպ, որ sense ապշեմ, sense օրինակ երեկել եմ ես իրան սիրահարվել, այսօր էլ եմ սիրահարվել, երեք չի առաջի օրն էլ եմ սիրահարվել։ Վերջին բանը ինչ արել, որ սիրահարվել ես։ Երեք իր ծնունդներ ու մի օր առաջ մենք գիշերը իրար հետ նշում էինք, sense գնացել էինք ռեստորան ու sense նստած նշում էինք ու ես երբ որ իրեն շնորհավորում էի, ինքը sense աչքերը ուղակի լցրեց, sense մի պահ հուզվեց ուղակի ու հասկացա ես իր կյանքում ինչքան կարևոր եմ, ինքն էլ դա ասաց էլի, որ ես ու զուտ այդ մի փոքր բանի մեջ, այսինքն զուտ այդ իրա հուզվելու մեջ, որ ինքը sense ուրախացավ այդ պահի մեջ, այնքան ռոմանտիկ կար, որ ինձ կարողակի ծաղիկներ չնվիրի երբեք։ Ծաղիկները իր տեղում ունեն, սիրելի տղաներ։ Ունեն։ Չէ, բայց այնքան այնց շրջանում ենք մենք հիմա ապրում, որ լսում ենք շատ ինձ միշտ ու շատ իրար ծաղիկները շնորհիվ ես իրան բայց իրականում Չէ, դրա մասին չի։ Երբեք ծաղիկները իրանք սիրո ապացույց չեն։ Բացարձակ սիրո ապացույց չեն, իրանք ուշադրություն են ու շատ աղջիկներ դուր չի գալիս օրինակ ծաղիկներ ստանալ, հա։ Ես սիրում եմ օրինակ, հա։ Հատկապես այս վերջին շրջանում ծաղկաշատ ինձ մոտ նկարներս տեսնում եմ, հա, ստորիներ նոր, հա, էռայա, շատ սիրում եմ։ Դե, արի պատմեմ։ Չէ, ես շատ սիրում եմ, հա։ Ես ստանում եմ, որտեվ ես սիրում եմ։ Ինքն է սիրում եմ, որ ես եմ սիրում։ Այսինքն մենք ճիշտ հասկացանք։ Հայ, այո։ Գիտես ինչն է, տղաները ոնց որ ծաղիկ պետքա նվիրելիս հասկանան, որ իրենք այդտեղ շատ փոքր շահ ունեն։ 99%-ը դա աղջկա համար, այսինքն դու այդ գումարը, ժամանակը, ռեսուրսը, որ ծախսում ես, որ ինձ ասում են, դե տղաները էլի, որ ասում են, դե ես չեմ սիրում ծաղիկ նվիրել, ոչ, դու ոչ թե չես սիրում ծաղիկ նվիրել, դու ալարում ես գնաս, ընտրես ծաղիկ, գումար ծախսես, գաս եւ ծաղիկ նվիրես։ Այո։ Եվ տղաներ, ծաղիկը իր տեղը ունի, ամեն ինչ տեղ ունի։ Հա, ոնց եք պահում ձեր այդ խիտ գրաֆիկում ռոմանտիկան։ Նկարանումից հետո օրինակ հնարավոր է վազեմ թատրոն, իր փորձի տեղ, զուտ իրան ինչ որ տենց տեսնեմ, կամ ինքը ասենք փորձը վերջացնի, գա իմ մոտ, սենց հասցնում ենք ինչ որ ձև, հետո մենք մշտական կապի մեջ ենք, միշտ խոսում ենք իրար հետ, այդ կարևոր է, բոլոր հարցերը քննարկում ենք։ Ինքը մեզ մոտ եկավ դասավանդելու, ես երրորդ կուրսում էի, եկավ մեզ մոտ դասավանդելու ու երբ որ ինքը մտավ լսարան ու մեր կուրսղեկը ներկայացրեց, որ ինքը մեզ պիտի դաս տա, ասենց պատտվեցին այցի, ինչ պիտի դասավանդի ինքը մեզ, երիտասարդ տղա է, գալու ինչ որ դասավանդի եւ այլն, ասեցի լավ։ Ու սկսեցի իր դասերին չնստել։
Անդադ փախնում էի դասերից կամ մի անգամ խաբեցի ասի քրոջս նշան դրեկն է ու տենց դուրս եկա դասերից ինչ որ անգամ բաներ էի ասում հետո ցած երեխեքը բոլորը շատ ոգևորված գնում էին իր դասերին ասեցի լավ ես էլ գնամ իրան դասեր ու գնացի ու այնքան բան սովորեցի մի դասում ցած այնքան բան 3 տարի ես այդ մի բանի վրա տանջվում էի բայց ինքը այնքան հեշտ մատուցեց այդ ինձ որ ես ցած մի անգամից բռնեցի ու արդեն սիրահարվել էի իր դասերին մենք բոլորս իրոք սպասում ենք իր դասերին բոլորս իրան շատ էինք սիրում որտեղ ինքը շատ բարի էր իրոք ինքը իմ ճանաչած ամենաբարի մարդն է ամենաբարի լուրջ հա ասած շատ բարի է այդքան բարի պետք է մի խոսքով ինքը շատ լավ ընկեր էր ինքն էլ էր այն ընկերում հետ կարելի է կիսվել այդ դասատուներ ինքը բոլորիս համար Քո ապահով վայրներ հա բայց հետո ավելի ապահով դարձավ էր մենք բենդ բացեցինք այդ ընթացքում Նարեկի հետ ու ես այդտեղ պիտի երգեի ինքը պետք է ասմունք էր մենք արդեն ոնց որ դասերը մոտեցել էին ավարտին շուտով պիտի ավարտվեին ու տեղի ունեցավ այդ համերգը փորձերի ժամանակ ինքը երբ որ ինձ տեսնում է երգելուց սիրահարվում է բայց ոչինչ չի կարողանում անել որովհետև դեռ դասավանդում է դեռ դու ուսանող ես իր մոտ ու երբ որ արդեն ասենց վերջանում էր դաս տալը ասենց արդեն ինքը միանգամից քայլերի դիված այնքան նուրբ աչքովա տալիս ինչ որ այնքան նուրբ անցում եղավ այդ ամեն ինչը ուղղակի ինքը գրեց որպես դասատու ես պատասխանում եմ որպես ուսանող ու ես առաջին մարդն էի բայց ես որպես ուսանող էի դա անում ասում էի ուտեմ քեզ կյանքս բան դե ես տենց եմ շփվում բոլորի հետ ասում կյանքս ես դու բան ասենց բաներ էի ասում իրան ու երբ որ ինքը ինձ sense գրեց, ես էլի տենց էի պատասխանում իրան ու սկսեցինք ինչ-որ գիշերները խոսել, sense ոնց խոսում էինք, հետո մի օր հանդիպեցինք ու sense գրկեց ինձ ու քայլեց, պատտվեց, ասեց դու իմ ընկերուհին ես արդեն ու գնաց։ Ասեցի լավ ու ես ինձ հետևից գնում եմ։ Առաջարկություն չի լինելու։ Չի լինելու, չես հարցնելու, ուզում եմ թե չեմ ուզում։ Հա, ու տենց եղավ ամեն ինչ։ Հետո ինքը իրականում ինքը իմ համար լավագույն դերասանն է, լավագույն, sense ու դա չի եղել այն ժամանակ, երբ որ մենք սկսել ենք ընկերությունը, դա մինչ դա էլ էր այդպես, երբ որ ինքը ուղղակի դաս էր տալիս ինձ, ինքը իսկապես իմ համար լավագույնն էր, թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր, ու ես դա հիմա էլ եմ ասում, ու ես շատ երազում եմ իր հետ խաղալ բեմում, որովհետև ես տեսնում եմ ինքը ոնց է խաղում բեմում։ Ինքը թատրոնում ֆանտաստիկա գնացեք նայեք իր։ Այո։ Ու ես տեսնում եմ ինքը ոնց է խաղում, բայց ինձ հետաքրքիր է իր հետ մտնել խաղի մեջ ու տեսնել մենք կարանք այդ էներգիան իրար Երբ տանք։ սպասենք ձեր համատեղ ինչ որ ներկայացմանը։ Չգիտեմ, բայց ինձ թվում է մյուս տարվա մեջ վստահաբար կլինի։ Ինձ թվում է շատ հետաքրքիր է լինելու, հատկապես որ ձեր դուոն է, հաստատ շատ կուզենան տեսնեն։ Ես էլ մեծ սիրով կգամ։ Ես քեզ կհրավիրեմ։ Ես մեծ սիրով կգամ, մեծ սիրով։ Ումն էր այդ առաջին սիրահարվածությունը։ Ինքը սիրահարված։ Հա։ Բայց ես էլ չուշացա։ Հակաս հետ չմնացիր։ Հետ չմնացի, որովհետև շատ արագ եղավ ու ես sense մի անգամից սիրահարվեցի ու ես էլ չզգացի, հետո ինքը ինչ որ sense ոնց որ ինձ ինչ որ բանից փրկեց։ Sense ոնց որ վերցրեց ու ասաց վերջ դու ապահով ես։ Ու այդ ժամանակ ինքն էլ մի հատ բան ասաց իմ սիրտը ոնց որ ապակի լինի, տալիս եմ քեզ ու չկոտրես այդ ապակին։ Ասի հա, այդ սիրտը իմ մտքում, բայց այդպես հələ որ հումորով էինք այդ ինչ ասում, էլի լուրջ ոչ մի բան չկար։ Բայց այդ խոսքերը իրական լիքը լուրջ բան է ասում, էլի։ Ոնց ապահով է, չգիտեմ։ Ես լինում է, չէ՞, մեկ կյանքում, որ sense ուզում ես մենակ մնալ, sense բոլորը արդեն շատ է լինում, մանավանդ երբ որ ծանրաբեռնված է այս աշխատանքը, բան sense շատ է, ամեն ինչ ուզում ես sense հանգստանաս, բայց ու այդ հանգիստը ոնց որ իր մոտ է։ Հա։ Ուրիշ ոչ միտեղ չի, էլի, հաստատ ինքը այդ բոլորի մեջ չի մտնում։ Շատ հավես է ու այդ մենակ իր ուժեղ լինելու մասին է, որ դու քո այս ակտիվ գեր ուշադրության մեջ դու այդտեղ ես գտնում քո հանգիստը, այդ նաև իր շատ մեծ ուժի մասին է։ Ինքը շատ սիրուն է ինձ սիրում, ես իրան միշտ ասում եմ, ինքը շատ նուրբ է ինձ սիրում, շատ լավ է սիրում։ Խոսքով։ Այդքանը վերաբերես։ Նո, ես տեսնում եմ ինչ որ չափով շատ փոքր է, բայց հեյթ կա, քոչ է, իրանց շուրջ որպես քո կողակից ու ես այնքան ներվում եմ։ Ոնց կարելի է։
շատ եղվում դրանից, երեք էլ մի հատ բան կարդացի։ Հա, երեք դե տարեդարձն էի շնորհավորում story-ով, մեկը գրել էր ընդհանրապես չեք սազում բաժանվի։ Վայ։ Մեկը գրել էր գիտեք դուք շատ գեղեցիկ եք, բայց շատ անճաշակ։ Ինչ-որ շատ հիմար բաներ են գրում ու չեն մտածում, որ դա քո ընտրությունն է, դու սիրում ես այդ մարդուն ու դե իհարկե ես այդ հեյթին ուշադրություն չեմ դարձնելու բնականաբար, ուղղակի ես տխրում եմ, որ իրանք դրանով կարող են նեղացնել իմ կողակցին, էլի։ Պետքա շատ ուժեղ լինեք երկուսդ էլ, Հա։ հասկանաք, որ ոչ մի տոկոս չպետքա թողնեք, որ հանկարծ ձեր հարաբերությունների սրտի վրա մի տոկոս գոնե ինքը նշանակություն ունենա։ Ես ուշադրություն չեմ դարձնում, ինքը մի քիչ ուշադրություն դարձնում է։ Էդիտները տեսնում ա քո Տեսնում ա, բայց ավելի շատ նկարներ են գցում շատ TikTok-ում օրինակ ու տակը վատ բաներ են գրում իր հասցեին։ Վայ։ Ինքը մտնում է իմ ու իրա ուրիշ նկարել է ուղարկում, որ ես նկարնել ունենք, դες հրատակել գրեք։ Հա, բեստ է։ Ինչ ես դրան լուրջ չեմ վերաբերվում։ Հարսանիք սպասում ենք։ Երևի հա, իդեպ երեք չի առաջի օրն ենք օրը որոշել։ Իսկապես, այս տարի, Չէ, մյուս տարի։ Հա, մյուս տարի գարնանը, օրը մի հատ հաստատվի, ես քեզ 10-ը։ Վայ։ Շատ սիրուն է, շատ ուրախ եմ։ Ինչքան ժամանակ ա որ միասին եք։ 2 տարի, Հա։ 2 տարի մի քիչ ավել իր միասին ենք։ Հիմա շատ նկարներ չես հրապարակում։ Կարծում եմ, որ նաև մեծ նշանակություն ունի դերը, ինչքան գիտեմ, հա, պետքա ոնց որ չեմ կարող էլի պրոֆեսիոնալության տեսանկյունից, հա, չի կարելի շատ, եթե սիրային դեր կա, անձնականը հրապարակել, ճիշտ ես։ հա, Նման խնդիր կա, բայց երեխեք ջան չեն բաժանվել, միասին են, երջանիկ են։ Իսկ առաջի մի քանի սերիաներ ընդամենը դուրս եկել ու ինչ որ տարբեր զանգեր էինք ստանում, ես իմ ընկերներից, ինքը իր ընկերներից բաժանվել եք ու բոլորին թվում էր այդ էդիտները իմ իրական կյանքն է։ Վայ։ Ու եթե դրանք չլիներ, ես երբեք հնարավոր չհանրայնացնեի։ Հա, մար նաև քո կերպարը, Այո։ ինքը տգեղ է, հա, այսպես ասած ցուցադրվում, երևի կերպարը այդպես է։ Ոնց տարար դու այդ, որ իմացար, մտածում էիր, որ ինչ որ առումով կարա նաև քո իրական կերպարի վրա այդ պիտակը տգեղի մնա։ Չնայած որ մի հատ այսպես ասենք, որ երկուսիս համար էլ չկա գեղեցիկ ու տգեղ, բոլորը գեղեցիկ են, զուտ ոնց որ խոսում ենք այն կաղապարի մասին, որ մարդիկ սոցիումում պատկերացնում են ու ունեն իրանց ոնց որ սպասումները, զուտ այդ ֆորմատով էլի։ Ինքը դե ներկայացվում է որպես, այսքան հասկացվում է որպես ուղղակի տգեղ աղջիկ, բայց իր խնդիրը այդքան էլ տգեղության մեջ չի, որովհետև ինքը տգեղ աղջիկ չի ամեն դեպքում, ինքը ուղղակի շատ անինքնավստահ աղջիկ է։ Իրականում կերպարի ասոցիացիան այն ինչ մնում է հանդիսատեսի մոտ, ես չէի պատկերացնում, որ դա կազդի իմ կյանքի վրա, որովհետև երբ որ ես խաղացի մի քանի սերիա, այսինքն մայիս ամիսը երբ որ խաղացի, ես 6 օր նկարահանման էի իրար հետևից ու այն վատ ամենավատ բաները, որ ինձ ասում էին, հենց այդ 6 օրում ասեցին, այդ վատ բաները կարելի, այդ տեսարանները այդ ժամանակ եք նկարել, սկզբի 6 օրերում։ Ու ես անհամբեր սպասում եի, երբ չեմ լինելու նկարահանման, որ ես նայեմ հայելու մեջ, մազերս սիրուն սարքեմ, սիրուն քսվեմ ու հասկանամ, որ ես սիրուն աղջիկ եմ։ Ու սենց երկար ժամանակ ես տառապում էի, որ ես տգեղ եմ, ես կյանքում։ Ու սենց արդեն ինձ մեկ էր, ուղղակի գնում էի նկարահանման, ուղղակի նկարվում էի, գալիս էի տուն, ու սենց ոչ ուզում էի ինձ ինչ որ մազերս սարքել, ոչ ուզում էի ինչ որ սենց խնամել, բան ես համակերպվել եմ, որ ես տգեղ եմ։ Իսկապես Հետո սենց մի հատ օր եկավ, ասեցի մի վարքան էլի, ինչ եմ, ես սենց ստրեսի մեջ, ինչ ա եղել։ Ու հասկացա, որ ուղղակի ես իմ կերպարը, օրինակ կողքից Դավիթ ուղղակի ասել է կապիկ, ու ես այդ պահին սենց զուտ կերպարային ապրել եմ այդ ամեն ինչը, որ լավ խաղամ, զուտ խաղային խաղի համար։ Ես դա իրոք ներշնչել եմ ինձ այնքան, որ դա ազդում է իմ կյանքի վրա։ Վայ։ Հետո սովորեցի, որ դա պիտի սենց մի հատ անջատ եմ իրարից դա կերպարը, ես եմ մի հատ անջատ։ Ու մի խոսքով այդ բարդույթը ունեցա, բայց հաղթահարեցի այդ ամեն ինչը։ Հետո դե գիտես, անցած անգամ քո մոտ գալուց առաջ ինձ հեյթ էին արել քո կոմենտներում։ Ես չէի ֆիքսել դա, ես գրել էին, որ չեն սիրում ինձ, որովհետև ես տգեղ եմ։ Ես շատ
տխրել եմ դրանից, որովհետև առաջին հեյթն էր երբևէ իմ կյանքում։ Շատ տխրեցի, ուղարկեցի Անդոյին, ասեցի, ես what again։ Ես շոկի Հետո մեջ հասկացա, էի։ դրանով։ Մոռալ ասում քո կոմենտներում նախ ինձ թվում է շատ քո մասին ինֆորմացիա կա ավելի շատ իմ մեկնաբանություններում, քան քո, որովհետև դու չես պատկերացնի այդ անթիվ բազմությունը, ու քեզ էլ անցած անգամ էլ ասացի, որ դու երբեք չգիտես այդ մեկնաբանություն գրողը ով է, ինչ մոտիվով է գրում, կարող է աշխարհի ամենավատ օրն է ինքը ունեցել, ոչ միտեղ չի կարողացել ինքն արտահայտվի, մի հատ հարազատ տակ անկյուն չունի, որ գնա Մենք ենք հարազատ։ հասկանում ես, ամենահարազատը, որ կարողացել է ինչ որտեղ արտահայտվի, իր այդ բացասականը կոմենտներում է արտահայտվել։ Հա, ուղղակի կարելի է բարի լինել մի քիչ ես դրա Իհարկե, կողմնակից։ շատ ավելի քիչ ռեսուրս է տանում, որ լավ ինչ որ բան ես գրում, մեղքից գոցում չեն ունենում, միշտ ինձ այնքան հետաքրքրել է։ Եթե դու ունես 2 վայրկյան ինչ որ բան գրելու, գրի լավ բան։ Հա, Եթե ինձ չես այս սիրում, ասի շքեղ ոչինչ մի վարձերը, գրի։ այս շքեղ Գրի, դիմագծերը, այդքանից լավ է դրված օրինակ, ոչ թե գրի ոնց բանը կարելի գրի։ է այս ամեն ինչը թողնել ու ինչ որ абսուրդ բան գրել։ Լսի, դա իր մասին է, դա քո մասին Հա, չի։ հա։ Բացարձակ։ Չէ, Բացարձակ։ բուլինգի ենթարկված աղջիկ եմ։ Ես է հոգեբանը։ Չէ, Այո։ պետք է մորալ շատ ուժեղ լինես։ Հա, այս իմ մուտքն է իրականում շատ վախենալու հարթակ է, երբ որ դու արդեն ինչ որ հայտնիություն ես ձեռք բերում, ինչ որ վախենալու բան կա այդ ամեն ինչի մեջ, զուտ որովհետև քեզ ամեն ձև ընկալում են։ Դրսում օրինակ երեք որ գնացել էի համերգ ու դե sense պահիտակ ուրախանում ես ընկերներով, այդ sense ուզում ես բարեփոխում, բայց այնքան են քեզ նայում ու դու չգիտես ով ինչ կարծիք կկազմի այդ պահին քո մասին, ու դեռ ես չգիտեմ ոնց է ճիշտ ներկայանալ։ Իրականում դեռ չգիտեմ, չքննադատեք, չգիտեմ օրինակ պահեմ ինձ այնպեսին ոնց որ կամ, հաստատ չեմ պահել ունենց ոնց որ չկամ։ Ու sense մի հատ բան կա, դու Էնել չգիտես։ Հայաստանում։ Հա, դու չգիտես ինչ անես իրականում։ Չէ, պետքա շատ համբերատարությամբ ու մաքսիմալ աջակցելով էլի նայենք ամեն ինչի Այո։ ցանկացած մարդու, որովհետև դու չգիտես, որ Ինչ նույնիսկ ազգում այդ հա, բանը։ նույնիսկ որ գնում ես օրինակ սուրճ վերցնելու, այդ սուրճը այդքան էլ ամուր չի լինում, կարող է այդ մարդու առաջին օրինակ աշխատանքային օրն է, կամ Հա, այստեղ չգիտեմ։ բավարինեց Հա, հետո։ ես էլ։ Ու Մեկ մեկ չի որ նստի գնամ, ասեմ վատն էր սուրճ։ հա Կխմեմ։ Ես օրինակ դե չասող կերպար չեմ, այդպեսի կարծիք չստեղծվի, չէ, ես ցանկացած, քանի որ ես էլ բրենդ ունեմ ու մաքսիմալ ամեն ինչին պատասխանատվությամբ եմ մոտենում, ես Նույնը գիտեմ, որ ակնկալում ես։ պետքա, այո, ես եթե վճարում եմ, ես ստանամ լավ ծառայություն, բայց այստեղ կա մարդկային գործոն, որ ինչքան էլ իդեալական անես, եթե քո աշխատանքի շատ մեծ հատված մարդկային գործոնի հետ է կապված, թերացումը լրիվ նորմալ է, որ տեսարանն է եղել ամենադժվարը նկարահանվել։ Ամենադժվարը դեռ պիտի գա, որի մասին ես ուղղակի ինձ Անին նախապես զգուշացրել էր, որ նման տեսարան է լինելու։ Ես մինչև հիմա տրամադրվում եմ այդ տեսարանը ոնց եմ խաղալու, բայց ուզում եմ sense շատ լավ խաղամ այդ տեսարանը։ Բայց որ դուք գիտեք, ոչ թե ամենադժվարը, այլ իմ համար sense խաղալու բան կար, իմ համար շատ հետաքրքիր տեսարան էր, երբ որ ես մտածում եմ, որ Մելսն է իրականում այդքան նամակները գրում ու գնում եմ sense առաջի անգամ կերպարը սպորտքում է, այդ իմ համար sense կարևոր sense լավ տեղ էր էլի խաղալու համար։ Նաև մենք մի բանի մասին չխոսեցինք, ես նոր հիշեցի, այդ տգեղության հետ կապված անցած անգամ մենք սենց մեծ բանավեճ ունեցանք, ես ասում էի, որ այդ տգեղ կերպար, որ ցույց են տալիս, այդ տգեղ կերպարը նորից ասոցիատիվ լինում է ակնոցներով, մազերը հյուսքով հյուսած ու հագուստի էլի, այսինքն նորից թիրախավորվում է ինչ-որ բաներ ու պատմում էի Մարալին, որ ես երբ որ դեռահաս էի ու տեսողական խնդիրներ ունեի, ես նախընտրում էի շատ վատ տեսնել, բայց չդնել ակնոցներ, որովհետև ակնոցները ֆիլմերում, տեսահոլովակներում միանգամից ասոցացվում էին տգեղի հետ ու հիմա այստեղ նորից ստացվում է, որ կերպարը, այսպես ասած, տգեղ է ներկայացում, իրան այդպես են ընկալում ու էլի ինքը ունի այդ ակնոցները ու այդ կերպարը։ Ես ուղղակի կարճ կասեմ, որ սերիալի վերջում արդեն կհասկանանք, որ խնդիրը ակնոցի մեջ չէր ընդհանրապես ու գուցե կոտրենք այդ կարծրատիպը, որովհետև
Դրանով չի Այո, որոշվում, որովհետև դրա մենք լինելու չենք չլինելու։ մենք Okay. չենք ասել, որ հանկարծ ես սկսելու եմ լավ տեսնել եւ ակնոց չկրել։ Հա, Այսինքն թեկուզ այն փոփոխությունը, փոխվելու որը է, արդեն բոլորը հա, բոլորը սպասում են այդ փոփոխությանը, հա, որը թեկուզ եւ կլինի թե չէ, արդյոք երբ կլինի, միևնույնն է, կարծրատիպերը կկոտրվեն հաստատ ու չի մնա այն, որ ինքը տգեղ էր, որովհետեւ ակնոցով էր։ Ինքը Լիզա ուղակի չի կրելու։ չի կրել։ Հա, Ինքը ուղակի կսովորի իրեն սիրել, հա, այնպիսին ինչպիսին ինքը կա։ Ու եթե օրինակ դու փոքր ժամանակ քեզ սիրեիր ակնոցով ու քեզ համար ճիշտ ակնոց ընտրեիր, դու կլինեիր շատ գեղեցիկ։ հա։ Ես օրինակ հիմա դե արդեն վիրահատելուց հետո էլ կարիք այդպես շատ չկա ակնոցի, բայց ունեմ շատ սիրելի ակնոց ու Հա, շատ ես եմ հաճույքով շատ, ես կրում եմ ունեմ օպտիկական, հա, հա, ես շատ սիրում եմ։ հա։ Ես սա չէի կարող չասել Ընդհանրապես իմ պետք է եւ ընտրել, այլ որ քեզ ակնոցակի մարդկանց հոգու ճիճը, Չէ, հա, հասկանում ինձ ես։ շատ են դիմել այս հարցով իրականում, որ դուք պրոպագանդա եք անում, բայց ոչ։ Պրոպագանդա չենք անում։ Հա, չկան։ Նկարահանումների ժամանակ ամենազվարճալի դեպքը որն է եղել։ Ում հետ ես ավելի շատ նկարահանումների ժամանակ Դե ծիծաղում։ մամայիս ու պապայիս Հա, անդադար մենք ծիծաղում, մամաս անդադար ծիծաղում է, ես անդադար հա, ծիծաղում եմ։ Գուրգենի հետ եք շատ ծիծաղում, երեք մի հատ տեսարան չէին կարողանում նկարել, որ դու ռեկից առաջ այնքան հումոր է անում, չես հասցնում մեկի վրա խնդաս, ինքն արդեն մյուս հա, անում։ Մեկ էլ զվարճալի դեպքերից Էրիկի հետ մի անգամ մեկ ողը տեսնի նեղանա, բայց ոչինչ։ Մի անգամ ռեկից առաջ էլի տենց ապուշի նման ասեցի էշ։ հա, Ասեցի էշ, սենց շատ նեղացավ ինքը հա, դրանից։ Սենց լրջացավ, փակվեց ու վերջ մենք նույնիսկ մի քիչ կռվեցինք, ասեցի, հա ինչ կա դրա մեջ, որ ես էշ, հա, ինչ որ վատ բան կա, հա, որ ես էշ հա, ասեմ։ Մի խոսքով ու հետո մենք նկարահանում ունեինք, որ սենց մոտ կադրեր ինչ որ ռոմանտիկ հա, պիտի ակնոցս բաներ, ու մենք այդ տեսարանը սենց իրար հետ կռված էինք խաղում։ բայ։ Հա, բայց հետո խնդացինք անցավ։ Ում հետ եք ամենաշատը ընկերացել նկարահանման հրապարակում։ Բոլորի հետ Արսինեի Գորի, ես իրանց շատ եմ սիրում, իրանց միշտ առանձնացնում եմ Արսինեին ու Գորին։ Իրանք ոնց որ զուտ լավ երեխեք են, Հա, սենց երեխա են ու շատ լավ, մաքուր հա, երեխեք են։ Բոլորն էլ լավ, բոլորն էլ շատ լավ երեխեք են։ Իրականում Ալինան ով իմ 15 տարվա մտերիմ ընկերուհին է, իր հետ հեռացել եմ։ Նկարահանումների ընթացքում չենք հասցնում ուղղակի շփվել։ ավելի մտերիմ մարդկանց հասկանում։ Հա, բոլորի Դե հետ որովհետև պետքա ավելացնել այո, նոր շրջապատ, այո, այո, սա այո, այո։ Եթե կարողանայիք փոխել ձեր կերպարի պատմությունը, ինչ կփոխեիք։ ոչ մի բան է այս դեպքում։ Չեմ փոխի։ Ինչով ես նման կերպարիդ, Բելլային եւ ինչով ես տարբեր։ Չունենք ոչ մի նմանություն, ես երկար եմ մտածել եմ։ Հա, Հա, իրական ոչ մի նմանություն չունենք, ամեն ինչով տարբեր ենք։ Շատ տարբեր հա, ենք։ Ես շատ ակտիվ եմ, շատ եմ սիրում ընկերներ, շատ եմ սիրում ուրախանալ եւ այլն։ Ինքն էլ է սիրում ընկերներ, բայց ինչ որ սխալ վախեր ունի։ մարդկանց, հա, Ինչ սիրում։ որ վախեր։ Ահա։ Ինչով եք տարբեր, դե ամեն ինչով։ Կա դերասան, ում հետ ապագայում կցանկանայիր նկարահանվել կամ որևէ տեսարան ունենալ։ Հա, լիքը։ Բայց այս պահին կասեմ Անդոյի հետ։ Շատ Նշանացիդ։ կուզեմ խաղալ, հա, իր հետ շատ եմ ուզում խաղալ իրականում։ Հա, ուրիշ ոնց որ իր մոտ էս տպավորություն, որ ես բոլորի հետ կհասցնեմ խաղալ, իր հետ չէ։ Այդտենց զբաղված ենք մենք Հա, տարբեր բաներում, էլի, զուտ։ ըհը։ Նկարահանումներից դուրս ինչպիսի հոբի ունես։ Թատրոնը։ Իրականում նաև այն օրն ենք խոսում, որ այս մասնագիտության մեջ հենց հոբի է, թե նկարահանումը, թե թատրոնը, որովհետև մարդիկ օրինակ ասում են գնում ենք աշխատանքի, մենք ասում ենք գնում եմ թատրոն փորձի, գնում եմ նկարահանման, այդ մեր համար ինչ որ հավես process է, ոչ թե աշխատանք, մենք չենք նայում որպես աշխատանք, դից որ երկուսն էլ հոբի են։ Երգը։ Երգը, ճիշտ է։ Երգն էլ է ինձ համար հոբի, հա։ Երբ որ ես փոքր էի, ես միշտ ուզում էի երգել, բայց ես չէի գնում վոկալի, ու ես գիտեի, որ իմ մոտ երևի այդքան լավ չի ստացվում։ Մի օր ասեցի ուզում եմ cover անել, ու ընկերուհիներից մեկը Ալինան էր իդեպ, ընկերուհիներից Ալինան ու Նատալին էին, Նատալին էլի սիրիահայ է, ու մենք իրար հետ ենք մեծացել, իրար քուրս է էլի համարյա սենց ասեմ։ Ու սենց իրանք էին էլի այն մարդիկ, որ սենց անկեղծ կասայինից գնացի, իրանց մոտ սենց երգեցի cover, ես երեխեք ուզում cover եմ, երևի 12 տարեկան էի։ Հա։ Սենց նայեցին ինձ, ասեցին կողո չանես։ Վայ։ Ու սենց այդ ժամանակվանից կոտրվեցի ու որոշեցի երբեք չերգել։ Մինչև Նարեկը ինձ չարաչարկեց երգել ու
փոփոխական կարողանում էին։ սենց Հա։ շրջոդը։ Ալինա եւ Նատալի դուք ինձ այտենց կոտրել եք։ Այդ կողա չհիշեն։ Իսկ ես հիշում եմ երաժշտական դպրոցում էինք մի հատ դասարանում։ Ես էլ արդեն մտածում էի, վայ, ինչքան հավես է, լավ է, որ Ես աջակցող ցենց է։ փակել էի երկելու էջի իմ կյանքում, ինչեւ նավետը։ Ինչքան կարա չէ, քո հատկապես հարազատի խոսքը խոցի։ Տեսնում եք։ Ճիշտ ես։ Դու ինձ հետ ընկերություն արա։ Լսի, հա, ճիշտ ես։ Ինչքան ասեմ։ Ես հասկացել Ես քեզ producing կանեմ։ Մետ ասեմ, որ իրանց շատ եմ սիրում ամեն դեպքում։ Այո։ Իրանք իմ մանկուց ամենահին ընկերներն են։ Ինչի՞նչ բան։ Գցեցի քվալիթայի տոպրակը, ինչ անշնորհք է։ Ոչինչ։ Չկա էլ քվալիթ։ Վերջ չկա կոլ։ Հա, մեկ էլ կարամ ընկերներից մասին խոսեմ արագ։ Նաև ուզում եմ Օսկարը։ Նաև ուզում եմ քանի ընկերներից խոսք գնաց, Միկրոֆոն Օսկարը։ հա, նաև քանի որ իմ ընկերներից խոսք գնաց, ուզում եմ հիշատակել իմ կուրսի Ո՞տա։ Ուզում հիշել իմ կուրսի ընկերներին, ես իրենց անսահման շատ եմ սիրում, իրենց ուշ եմ գտել քան Նատալին ու Ալինային, բայց իրենք sense իրենց տեղը ունեն իմ կյանքում ու իրանց աջակցությունը, նույնիսկ որ ես չէի ուզում նկարահանվել, որովհետև իմ համար բարդ էր, ես չէի պատկերացնում իմ սերիալում, sense չաթում գրում եմ, ասում եմ, երեխեք չգիտեմ ինչ, ու իրանք ինձ բոլորը sense դու խենթես գնա, լավ է լինելու, գնա, արա, այս արենա, ու ես իրանց շատ եմ սիրում, այդ էի ասում, պատճում եմ բոլորիդ։ Իսկ քո քեզ սիրող մարդկանց երկրպագու, չգիտեմ, կարելի է այդպես ասել։ Մարդկանց ովքեր քեզ շատ են սիրում, հետևում են, ֆանեջեր են Thank you բացում։ God. Հասկար։ Ես բոլորին շատ եմ սիրում ու շատ շնորհակալ եմ, որ ինձ սիրում են։ Իրականում շատ կարևոր բան կա, երբ որ առաջին սերիան դուրս եկավ եւ այդպես շարունակաբար ես մտնում կոմենտներն էի կարդում ու սպասում են կոմենտներին, որ կհավանեն Բելային, կսիրեն Բելային, կհամարեն, որ Բելան գեղեցիկ է թե ոչ, որովհետեւ ի վերջո մենք աշխատում ենք հանդիսատեսի համար եւ շատ կարևոր է, որ իրանք քեզ սիրեն։ Իսկ ես ձեզ իսկապես շատ եմ սիրում ու շնորհակալ եմ, որ դուք այդքան բարի եք, այդքան բարությունը ամենակարևոր բանն է ու սերը ամենակարևոր բանն է, հենց որ միշտ բարի եղեք ու միշտ շատ սիրեք իրար։ Ու ինձ էլ ես էլ ձեզ։ Ես միկրոֆոնը պահում եմ։ Ասա որ օգնում է։ Շատ լավ, ես կենացներ եմ ասում արդեն։ Այլ ինչ կուզես ասա։ Այլ ոչինչ բան։ Սեր բարություն լինի, մնացածը կլինի։ Համաձայն եք։ Ամենալավ, այո, ամենալավ խորհուրդը, որ երբևէ լսել ես, ո՞րն է եղել։ Թող քո ժպիտը փոխի աշխարհը, բայց թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ։ Դրա համար ես միշտ ժպտում եմ։ Լավ ասացված քեզ չէ։ Շատ, Ինչ որ բարձր շատ cringe ասացված Cringe բաներ։ Ինչ որ pick me բաներ եմ Բայց խոսում։ ամենա cringe գիտես ո՞րն է։ Որը։ Մտածի, էլի հայկական սերիալից եմ ասում, ես պաշտում եմ լսել սուտը եւ Գիտեմ ճշմարտություն։ ինչ որ շրջան է դա, հիմա Տերևը հոգնել էր ծառից, իսկ աշունը պատճառ էր, հա։ Դուք գրեք մեկնաբանություններում ձեր ամենալավ լսած խորհուրդը։ Հա, գրեք, ես սիրում եմ դες բան։ Կարդալ։ Դե ինչ, մենք կատարեցինք բաղձալի այո այս երազանքը եւ ստացանք այսպիսի պուպուշ հաղորդում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ ավելի շատ եմ։ Ես քեզ ավելի Ես եմ վերջին ասում։ Քանի տարեկան ես, մեծ ես եմ։ Ճիշտ է։ Ոչինչ, փոքրի խոսքն անցնում։ Բերեմ։ Սիրեմ տենց էր։ Հա։ Շատ շնորհակալ եմ, որ Ես եմ եկար։ շնորհակալ։ Ես շատ շնորհակալ եմ քեզ սիրող մարդկանց, որ այդքան գրում էին, չգրեին էլ միևնույն է, ես քեզ կանչելու էի իմ հաղորդմանը հյուր, որովհետև դու շատ ասելիք ունես։ Քո կերպարը, անցած ճանապարհը շատ մեծ աշխատանքի արդյունք է ու շատ ուրախ եմ, որ կարողացար նաև կիսվել, վստահ եմ շատ շատերի էլ մոտիվացրեցիր ու կարծում եմ շատերն էլ գտան ինչ որ փուլում քո կյանքի իրենց, հա, նմանություններ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ինձ լսելու համար։ Շնորհակալ եմ, որ նայեցիք հաղորդում եւ լսեցիք իմ գեղեցիկ պատմությունները։ Մենք շատ ենք Մենք ձեզ շատ ենք սիրում։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Bye bye.